Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր Նյուզի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, այսօրվա նյութը արևը։ Մեր այսօրվա հյուրն է Վիկտոր Համբարձումյանի անվան բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկական մաթեմատիկական գիտությունների թեկնածու աստղագետ Արեգ Միքայելյանը։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Այսօր արևի մասին ենք խոսելու։ Այնքան կարևոր է արևը մարդկության համար, որ հայերս երդվում ենք արևով, տարբեր ազգերում, տարբեր լեզուներով արևը որպես սիրո խորհրդանիշ են դրսևորում, ասելով արևս սիրելիներին, եւ նույնիսկ հնագույն ժամանակներում արևի աստվածություններ են եղել։ Ի վերջո, ինչ է արևը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ աստղագիտության մեջ մենք ունենք հատուկ եզրույթ տերմին արեգակ ենք անվանում, այդ տիեզերական մարմինը մեզ մոտ արևը զորական ժողովրդի խոսքն է, բայց մենք արեգակ, այնպես որ ես ամենտեղ կանվանեմ արեգակ։ Շատ լավ։ Իդեպ իմ անունն էլ է Արեգ, եւ ես երբ որ շատ փոքր էի, առաջին բաներից մեկը որ իմացա Աճարյանի բառարանից, որ Արեգը եղել է հայոց ամենահին աստվածը։ Հավանաբար շատ ժողովուրդների մոտ հենց արևի աստվածները եղել են ամենահինը, որտեղ առաջին ինչ որ տեսել են մարդիկ, մինչև նոր բաներ կհասկանային, առաջինը տեսել են, որ ամենակարևոր, ամենապայծառ տիեզերական մարմինը կամ երկնային մարմինը, ժամանակ դեռ տիեզերքի մասին պատկերացում չունեին, տեսել են, որ արևն է։ Այնպես որ դա շատ բնական է, որ արևը եղել է նաև աստված, եւ հիշենք միանգամից այն դեպք, երբ որ Գալիլեյը առաջին անգամ արևի վրա բծեր հայտնաբերեց, դա եկեղեցու նկատմամբ շատ ուժեղ հարված էր եւ ինչպես կարող է արևի վրա բիծ լինի։ Եվ Գալիլեին դրա համար ամենաշատը, այսպես ասած, ստիպեցին որ հրաժարվի իր ուսմունքից, իր դիտումների արդյունքներից, շատ ուրիշ արդյունքների համար էլ նույնպես, բայց դա գլխավորն էր երևի։ Հիմա վերադառնանք նրան, արևը սովորական մի աստղ է, մենք աստղեր շատ ունենք տիեզերքում, մեր գալակտիկայում, աստղերը ամբողջ տիեզերքում համաչափ բաշխված չեն, իդեպ, այլ միավորված են որոշակի գոյացությունների մեջ, կղզյակների մեջ, կարելի ասել, որոնք կոչվում են գալակտիկաներ։ Գալակտիկաներից մեկը հենց մեր գալակտիկան է, որտեղ մենք ապրում ենք, արեգակը իր համակարգով գտնում է մեր գալակտիկայի մեջ, այդպես նույնպես տերմին է աստղագիտության մեջ, մեծատառով է գրվում մեր գալակտիկան, բայց նաև կոչում ենք ծիրկաթին։ Ծիրկաթինը իրականում այն շերտն է, որ երևում է երկնքում, բայց կարելի է նաև մեր գալակտիկան այդպես կոչել, այսինքն ծիրկաթինը մի կողմից դիտողական այդ շերտն է, բայց որպես տիեզերական մարմին, տիեզերական համակարգ, դա մեր գալակտիկան է։ Արեգակը դրա 400 միլիարդ աստղերից մեկն է, պատկերացնում եք ինչքան չնչին վիճակում ենք մենք, 400 միլիարդ աստղ կա, որից մեկը արեգակն է, եւ բոլորովին էլ նա առանձնահատուկ երևելի աստղ չէ։ Իսկ ինչպես են հաշվվել այդ աստղերը։ Աստղագիտության մեջ եւ ընդհանրապես գիտության մեջ շատ հաճախ ոչ թե հաշվում են, այլ գնահատական տալիս։ Օրինակ ցույցերին, եթե մարդիկ կանգնած են, կարող ենք ամբողջ հրապարակի մակերեսը իմանալ եւ 1 քառակուսի մետրի վրա մոտավորապես գնահատել քանի մարդ է կանգնած, ենթադրենք 4 եւ ամբողջը մոտավորապես այդպես գնահատում ենք։ Հիմա իհարկե վերևից են հատ հաշվում, բայց այդպես կարող ենք մոտավոր պատկերացում ստանալ։ Նույնպես մենք աստղային տարբեր տիրույթներում խտությունը իմանալով եւ գալակտիկայի չափերը գնահատելով մենք կարողանում ենք մոտավորապես գնահատել թե գալակտիկայում քանի աստղ կա։ Դրա համար իդեպ կա անորոշություն, շատ աստղագետներ անվանում են տարբեր թվեր, նույնիսկ 100-ից մինչև 400 գնահատականներ կլսեք, բայց գնալով, քանի գիտությունը զարգանում է, քանի ավելի խոր ուսումնասիրություններ են կանում, իմ հենց աչքի առաջ անընդհատ այդ թիվը մեծանում է, որտեղ մենք սկզբից լրիվ չէինք կարողացել հասկանալ, թույլ աստղերը չէինք հաշվի առել, եւ հիմա գնալով այդ թիվը անընդհատ աճում է։ Ես երբ որ ուսանող էի, ասում էին 100 միլիարդ աստղ կա։ Հիմա արդեն 400 միլիարդի է հասնում գնահատականները։ Իմ գայթակղությունն ինձ ստիպում է հարցնել, արդյոք մենք գիտենք տիեզերքի չափերը, բայց ես կզսպեմ ինձ, որովհետեւ դա այլ զրույցի թեմա է։ Իսկ արեգակը արդեն ձեր մեկնաբանությունից հետո մասնագիտական տերմիններով փորձեմ խոսել, արեգակը փաստորեն հերթական աստղն է, իսկ արդյոք ամենամեծն է։ Ոչ, բոլորովին ոչ, նույնիսկ միջինից փոքր աստղ է։
Իդեպ այս պատկերացումները աստիճանաբար են եկել։ Հին ժամանակներից մարդը կարծել է, որ ինքը կենտրոնում է, դրա համար մարդակենտրոնություն գաղափարի առաջացել, երկիրը կենտրոնում է տիեզերքի եւ երկրակենտրոնություն դա կոչվում, եւ հին Հունաստանում ճիշտ է կային պատկերացումներ, որ գուցե եւ արևն է կենտրոնում, բայց մինչեւ Կոպեռնիկոսը երկրակենտրոն այդ տեսությունն է, այդ պատկերացումն է իշխել եւ միայն Կոպեռնիկոսից հետո արևակենտրոնության գաղափարը ընդունվեց։ Նույնիսկ միանգամից չընդունվեց, որտեղ Կոպեռնիկոսը երբ որ առաջարկեց, որ մոդելը այդ արևակնային համակարգի պետք է այդպեսի լինի, որ արևը կենտրոնում եւ մոլորակները պատտվում են նրա շուրջը, ելի չէին հավատում աստղագետների շատերը, մինչեւ Կեպլերը իր օրենքները դուրս բերեց, Յոհան Կեպլերը նույնպես շատ կարևոր կերպար է աստղագիտության մեջ, եւ երբ որ մոլորակների շարժումների օրենքները դուրս բերեց, նոր մարդիկ վերջնականապես հասկացան, որ արևն է կենտրոնում։ Իդեպ սրա հետ կապված մի հատ էլ շատ խոշոր հայտնագործություն կա, որ մարդիկ չեն իմանում, դա Նյուտոնի տիեզերական զուգողության օրենքն է։ Երբեմն հեքիաթ են պատմում, թե Նյուտոնի գլխին խնձոր է ընկել, դրա շնորհիվ հայտնաբերել, իհարկե ոչ։ Նյուտոնը անմիջապես Կեպլերից հետո տարեթվերով էլ կարող եք ստուգել, անմիջապես դրանից հետո հարց տվեց, ինչ ուժերի շնորհիվ այս ամենը տեղի ունեն պահպանվում։ Օրինակ, ինչու են մոլորակները պահվում արևի շուրջը պատտվում եւ չեն փախնում իրենց արագությունների հետևանքով։ Եվ հասկացա, որ մի ուժ գոյություն ունի, համընդհանուր ուժ գոյություն ունի։ Տեսեք, ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքը, ամենաերևի կարևոր օրենքը, տիեզերական զուգողության օրենքը աստղագիտական հետազոտությունների շնորհիվ է առաջացել արևի շուրջը մոլորակների պտույտների ուսումնասիրությունից։ Եվ շատ նման բաներ են տեղի ունեցել։ Հիմա խոսենք արևի չափերից խոսեցիք, չափերը կարող եմ հստակ ասել, շառավիղը արևի 696,000 կիլոմետր է։ Մենք դա չափել ենք, մոտավորապես 108 անգամ ավելի մեծ է, քան երկրագունդը իր գծային չափերով, որտեղ եթե ծավալը վերցնենք, բնականաբար դրա խորանարդը պետք է վերցնենք։ Եվ շատ մեծ է արևը համեմատած մոլորակների հետ։ Մենք ասացինք, որ աստղերի մեջ ոչ գլխավոր աստղն է կամ ամենամեծերից չէ, բայց արեգակնային համակարգում միանշանակ այսպես առաջատարն է, գլխավոր տիեզերական մարմինն է, բոլոր մոլորակները իրար հետ վերցրած նույնիսկ արեգակնային համակարգի զանգվածի 1%-ը չեն կազմում։ Հիմնականում արևի մեջ է ամբողջ զանգվածը եւ նրա շուրջն են պատտվում։ Դրա համար մեզ թվում է, թե բոլոր արևի շուրջն են պատտվում։ Իրականում, երբ որ կա համակարգ, նրանք պատտվում են ընդհանուր զանգվածների կենտրոնի շուրջը։ Օրինակ, եթե հավասարաչափ զանգվածով աստղեր լինեն, նրանք կպտտվեն մի կենտրոնի շուրջը, որ նրանց մեջտեղում է գտնվում։ Այդպեսին է տիեզերական շարժումների սկզբունքը։ Ես գիտեմ նաև, որ արևի քաշն են որոշել 33,000 անգամ ավելի ծանր, քան մոլորակը, դա ճիշտ է։ Այո, արևի քաշը մոտավորապես 10-30 աշճան կիլոգրամ է։ 30 աշճանը պատկերացնելը, 10-30 աշճանը համարյա անհնար է որևէ ձևով ասենց ուղեղով մտովի պատկերացնել։ Մենք գիտենք օրինակ, ասենք միլիոնը 16 աշճանն է, միլիարդը 19 աշճան է, տրիլիոնը 10-12 աշճան է, պատկերացնենք թե ինչքան պիտի գնանք, որ 1000 անգամ ավել, մինչև հասնենք 10-30 աշճան։ Սարսափելի մեծ թիվ է դա։ Երկրային մասշտաբներով իհարկե արեգակի չափերը, զանգված ամեն ինչ շատ սարսափելի մեծ են։ Տիեզերական պատկերացումներով, տիեզերական համատությունների մեջ նորից եմ ասում, համեստ աստղ է, սովորական աստղ է, բայց մեզ համար շատ կարևոր, որովհետև այստեղ է առաջացել կյանքը այս համակարգում, նրա մոլորակներից մեկի վրա, այստեղ է քաղաքակրթությունը, մենք ամեն ինչ որ գիտենք, մենք այստեղից ենք սովորել իմացել, եւ մենք նույնիսկ չգիտենք դեռևս այլ քաղաքակրթություններ կան, թե ոչ։ Սա ահագին բարդ հարց է եւ համարյա 2/5 են բաժանվել աստղագետները, 2 բանակի, կեսը պնդում են, որ պետք է լինեն այլ քաղաքակրթություններ, այլ մոլորակների վրա կյանք, կեսը համարում են, որ ոչ։ Հետաքրքիր է։ Սա էլ առանցին թեմա կարծես եւ վստահ եմ մենք աստղագիտությանը պարբերաբար վերադառնալու ենք մեր հաղորդման ընթացքում, բայց արեգակին վերադառնալով նաեւ ջերմաստիճանի մասին հստակ տեղեկություններ կան աղբյուրներում եւ կարծես թե խոսքը գերֆանտաստիկ թվերի մասին է, ինչպես քաշի դեպքում էր։ Եթե խոսենք մակերևույթի ջերմաստիճանի մասին, դա այնքան սարսափելի բարձր չէ, 5800 աստիճան է համարվում Կելվին,
կլոր կարելի է հիշել 6000, ինձ թվում է մարդկանց մեծ մասը այս պատկերացումը ունի։ 6000 աշճանը իհարկե երկրի մակերույթի համար շատ բարձր է, երկրի մակերույթին մեր Կելվինով եթե վերցնենք, միջին ջերմաստիճանն է մոտ 300, հա, եւ որքան գիտեմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 68 աստիճան է եղել Ցելսիուսով, բայց երկրի կենտրոնում օրինակ արդեն շատ ավելի բարձր ջերմաստիճան։ Հիմա նաև խոսենք արևի կենտրոնից, արեգակի կենտրոնից, որտեղ սա ընդհանրապես մակերևույթի ջերմաստիճանն էր, որի մասին խոսում ենք։ Էլի ես ասացի շատ բարձր չի, որտեղ շատ աստղեր կան, որոնք շատ ավելի բարձր ջերմաստիճաններ ունեն։ Միջինից էլ ցածր է արեգակինը։ Արեգակը համարվում է սպիտակա դեղնավուն աստղ, աստղերը տարբեր գույների են եւ գույներից կախված նաեւ կամ հակառակ ասեմ ջերմաստիճանից կախված գույնն է ձևավորում։ Սովորաբար մարդիկ այդ պատկերացումը այնքան էլ չունեն, բայց ծիածանի գույները դրանք տարբեր ալիքի երկարություններ են եւ դրանք եւ ամեն ալիքի երկարությունը որոշակի ջերմաստիճանի է համապատասխանում նաեւ։ Օրինակ մենք եթե կրակի, ինչպես ասում են ժողովուրդը, լեզուները նայում ենք, կրակի այն ներքին մասում կապույտն է, կապույտը ամենաբարձր ջերմաստիճանն ունի, իսկ արտաքին մասում արդեն դեղին եւ կարմիր։ Իրականում մենք այդքան էլ ճիշտ չենք, օրինակ որ կապույտը սառը եւ տաք ջրերի ձորակները որ անում են կապույտը սառն է կարմիրը տաքն են կարող այստեղ լրիվ հակառակն է, այո, բնության մեջ լրիվ հակառակն է։ Եվ սպեկտրում այդպես է բոլոր ընդհանրապես սպեկտրը դա համընդհանուր այդ երևույթ է բոլոր մարմինների համար։ Արևն էլ ճառագայթում է իհարկե ամբողջ սպեկտրով, ոչ թե միայն սպիտակ լույս, այլ հենց սպիտակ լույսի մեջ կան բոլոր գույները։ Եվ մենք օրինակ տարբեր դեպքերում դիտում ենք արևի տարբեր գույների ճառագայթումը։ Հա, հիմա գնանք կենտրոն, արեգակի կենտրոնում ջերմաստիճանը սարսափելի ավելի մեծ է եւ դեռ չեմ ասի, հիմա մի հատ ավելի հետաքրքիր պատմություն կպատմեմ դրա հետ կապված, ինչպես Նյուտոնի հայտնագործությունը, պատկերացրեք նույնպես աստղագիտական ուսումնասիրության շնորհիվ, այսինքն արևի էներգիան հասկանալու շնորհիվ, մենք այսօր ունենք ատոմային էներգիա, ամբողջ երկրագունդը, որ երկրագնդի մարդկությունը, որ 20-րդ դարի կեսերին կարելի ասել թռիչքաձև տնտեսական զարգացման մեջ առաջ գնաց, դա աստղագիտական հայտնագործության շնորհիվ է։ Նույնպես շատ մարդիկ չգիտեն, որովհետև եթե արևի էներգիան չուզեին ուսումնասիրել, կարիքը չլիներ դրա, մենք երկրի վրա երբեք նման բանի չէինք գա, նույնիսկ 21-րդ դարում։ Նույնը իդեպ Նյուտոնի հայտնագործությունը, ես կարծում եմ 21-րդ դարում դեռ չէր լինի Նյուտոնի օրենքը, որովհետև չկա այդպիսի հուշում, ինչպես ասեմ, դիտարկում, որ բոլոր մարմինները իրար ձգում են։ Նյուտոնի օրենքով մենք Նյուտոնի օրենքի փոխանակ գուցե մենք հասկանանք մեկ այլ բան, որ երկրագունդն է բոլորին ձգում եւ լրիվ ուրիշ օրենք դուրս բերենք, սխալ օրենք դուրս բերենք, որ ամբողջ տիեզերքում ամեն ինչին երկրագունդ է ձգում։ Եվ վերջ։ Հիմա Հանս Բետեն, գերմանացի գիտնական, գերմանական ցակումով Ամերիկայում էր նա աշխատում, վերջապես դուրս բերեց արեգակի ճառագայթման, արեգակի էներգիայի գաղտնիքը, այսպես ասած, լուծեց, որտեղ երկար ժամանակ փորձում էին հասկանալ, մենք դե գիտության մեջ հայտնի էր մեխանիկական էներգիան, ջերմային էներգիան, քիմիական էներգիան, եւ անընդհատ փորձում էին կիրառել արևի վրա, տեսնել կարող է դրանցից մեկն է գործում այնտեղ, միլիարդ անգամ պակաս էր ստացվում։ Այսինքն բացարձակ հանելուկ էր, տուպիկ էր, փակուղի էր գիտության մեջ, ինչպես է ճառագայթում արեգակը։ Իսկ դա շատ հեշտ հաշվել էին, որտեղ 1 քառակուսի սանտիմետր վրա կարող են չափել, օրինակ կալորիմետրեր արդեն կային այն ժամանակ, չափել էներգիան եւ տարածել ամբողջ բոլոր ուղղություններով տիեզերքի, եթե արևը ճառագայթում է բոլոր ուղղություններով, գումարային հասկանային ինչքան էներգիա է ճառագայթում։ Եվ այդ սարսափելի մեծ էներգիա էր։ Եվ միայն 1936 թվականին, այսինքն ընդամենը 90 տարի առաջ, Հանս Բետեն վերջապես հասկացավ, որ գոյությունը ինչ-որ միջուկների ձևափոխություն, ջերմամիջուկային ռեակցիաների տեսության հիմքն է դրեց։ Ֆիզիկայում անվանում են պրոտոն-պրոտոնային ցիկլ կամ պարբերաշրջան, որովհետև պրոտոններից, ջրածնի միջուկներից առաջանում է հելիումի միջուկ։ Եվ նա այդ հայտնագործությունը արեց, որից հետո ցավոք մարդկությունը միշտ վատ նպատակներով էլ օգտագործում գիտությունը, կիրառվեցին ատոմային ռումբերը 2 անգամ եւ բարեբախտաբար միայն 2 անգամ են կիրառվել նրանք մարդկության դեմ առ այսօր եւ հետո 50-ական թվականներին սկսեցին ամբողջ աշխարհում կառուցել իհարկե զարգացած երկրներում սկզբից կառուցել ատոմակայաններ
Եվ դա էր հիմքը հիմա վրայից որ ասեցի, որ մարդկությունը թռիչքաձև առաջ գնաց տնտեսության մեջ։ Եթե մենք հիմա Հայաստանում չունենայինք ատոմակայան, մենք կլինեինք խորը ճգնաժամի մեջ։ Որքան էլ մենք փորձում ենք այլ ընտրանքային մեթոդներով ինչ-որ էլեկտրաէներգիա ստանալ։ Ապագայում օրինակ ավելի հավանական է, որ հենց ուղիղ արեգակնային էներգիան օգտագործվի, գիտեք, արեգակնային պանելներ են տեղադրում եւ այդ մարտկոցներով եւ այո, բայց դրա համար շատ մեծ մակերեսներ են պետք, որ ամբողջ էներգիային բավարարել, որքան ես գիտեմ, այժմ աշխարհում ամբողջ էլեկտրաէներգիայի 7-ից 10%-ն է ստացվում արեգակնային ուղիղ էներգիայից, ավելի շատ է ատոմակայանները առայժմ գերակշռում են, օրինակ Ֆրանսիայում շատ մեծ տոկոս են կազմում, տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն ունեն, ես գիտեմ, որ հյուսիսային Եվրոպայի երկրներում օրինակ քամու էներգիաները լայնորեն են օգտագործվում, այնտեղ քամիները շատ են, նայած տարբեր է, բայց ատոմային էներգիան իսկապես մի ահռելի դեր կամ նշանակություն ունի ընդհանուր մարդկության, իսկ մարդկության համար էներգիան ամենակարևոր բանն է, եթե մենք էներգիա ունենանք, ամեն ինչ կարող ենք անել։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որ արևը ուսումնասիրվեց, հասկացվեց, թե ինչպիսի էներգիայի ճառագայթում արևի կենտրոնում փաստորեն տեղի ունենում ջերմամիջուկային ռեակցիաներ։ Եվ ասեմ, արևի կենտրոնի ջերմաստիճանն է 15.7 միլիոն Կելվին, 16 միլիոն Կելվին։ Ընդհանրապես այդպիսի ռեակցիաները կարող են տեղի ունենալ 5 միլիոն Կելվինից ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում եւ աստղի ընդերքում բնականաբար որևէ աստղի պետք է լինի այդպիսի ջերմաստիճան, որ այդ ռեակցիաները տեղի ունենան։ Իդեպ աստղի սահմանում հենց դա է։ Այժմ աստղերը եւ մոլորակները երկրատայիներ վիճում են, որ անվանեն աստղ, որը մոլորակ, եթե կենտրոնում տեղի ունենում ջերմամիջուկային ռեակցիաներ, դա աստղ է, ճառագայթում է դրա շնորհիվ։ Այլապես կան որոշ մոլորակներ, որ էլի ունեն էներգիա, ջերմային էներգիա, օրինակ Յուպիտերը, Սատուրնը, խոշոր մոլորակները, կենտրոնում այսպես ասած էներգիայի աղբյուրներ կան, բայց դա ջերմամիջուկային ռեակցիաներ չեն։ Այնտեղ ավելի շատ ավելի ցածր է ջերմաստիճանը։ Էլի բարձր է բավական, հազարավոր, տասնյակ հազարավոր Կելվիններ են, բայց ոչ այդքան բարձր։ Սա էլ արեգակի մյուս դերը կամ մյուսը որն է ամենագլխավոր երևի, որ մեզ տալիս է ջերմություն, լույս եւ այլն։ Իհարկե շատ կարևոր հարց է նաև, եթե ուզում եք այդ թեմայով խոսենք, արեգակի ազդեցությունը երկրագնդի վրա, որը թե դրական եւ թե բացական է, օրինակ ասենք արեգակնային քամու, արեգակնային ակտիվության հետևանքով երկրի վրա բավական հզոր երևույթներ են տեղի ունենում, մենք կոչում ենք դրանք երկրամագնիսական փոթորիկներ կամ գեոմագնիսական փոթորիկներ եւ դրանք լուրջ վտանգ են ներկայացնում, հատկապես դրանք ուժեղ են մագնիսական բևեռների մոտ, որոնք շատ մոտ են նաեւ աշխարհագրական բևեռներին, երկրի մագնիսական բևեռը, օրինակ հյուսիսային աշխարհագրական բևեռից ընդհանրապես 11 աստիճան է հեռու եւ դա իդեպ դրեյֆ է կատարում, շարժվում է, ինքը անընդհատ նույն դիրքում չի։ Եվ այս պայն բավական մոտ է, դրա համար կարող ենք ասել երկրի հյուսիս եւ հարավային տիրույթներում ավելի հզոր են այդպիսի փոթորիկները։ Հայաստանում մենք համարը չենք զգացել, դա չենք տեսել, բայց այնտեղ այնքան ուժեղ կարող են լինել, որ օրինակ բոլոր ասենք էլեկտրաէներգիաները կարող են շարքից դուրս գալ։ Մի դեպք եղել է 1849 թվականին, որ հետին թվով ամենահզորն է եղել, հետին թվով որ հաշվարկում են, ասում են, եթե դա հիմա տեղ ունենար, աշխարհի բոլոր էլեկտրակայանները շարքից դուրս կգային։ Հեռահաղորդակցություններն են խաթարվում, մարդու վրա ազդեցություն թողում է առողջական իհարկե, հատկապես այն մարդկանց վրա, ովքեր ունեն սրտանոթային հիվանդություններ։ Եվ ընդհանրապես տիեզերական գործոններով պայմանավորված շատ ազդեցություններ կան։ Օրինակ կլիմայի դեպքում դա նոր ճյուղ է առաջացել, կոչվում է տիեզերական հենց եղանակ կամ տիեզերական կլիմա։ Դա չի նշանակում տիեզերքի կլիման, այլ նշանակում մեր կլիման պայմանավորված տիեզերական գործոններով։ Իսկ մարդու վրա ազդեցությունը ընդհանրապես կենսաբանական հետազոտությունները աստղագիտության հետ կապված նոր ճյուղ են առաջացրել, կոչվում է աստղակենսաբանություն։ Նաև մարդու վրա կան ուղիղ ազդեցություններ, մարդու առողջության հետ կապված, որը մենք կարող ենք իդեպ կոչել նոր տերմին, մտցնել աստղաբժշկություն։ Օրինակ լուսնի ազդեցությունն է շատ ուժեղ, արեգակի, մոլորակների որոշ չափով, բայց պետք է միանգամից ասեմ, որ հեռավոր աստղերը մեր վրա չեն ազդում, այն աստղագուշակության, աստղաբանության բաները երևույթները որ կան, մինչև ես օրեր շատերը հավատում են, դրանք անհետեցություն են իհարկե։
Իհարկե մենք ոչ գիտական թեմաներին այսօր չենք անդրադառնա, բայց ձեր նշածի արդյունքում մի հարց ունեմ, եթե ճառագայթում է լինում, իդեպ վերջերս մի բժշկի հարցազրույց էի լսում, որն ասում է, ես իրականում չգիտեմ ինչ է տեղի ունենում արևային այդ փոթորիկների եւ լուսնային ազդեցությունների արդյունքում, բայց լիալուսնի ժամանակ եւ արևային փոթորիկների օրերին իմ աշխատակիցներին խնդրում եմ արձակուրդ չվերցնել։ Եվ հետաքրքիր է, արդյոք օդանավում գտնվող մարդկանց եւ տիեզերանավում գտնվող մարդկանց վրա այդ օրերն ավելի վտանգավոր չեն, երբ արևային արեգակնային փոթորիկներ են լինում։ Տիեզերանավերում միանշանակ պաշտպանվում են, որովհետև տիեզերանավում անկախ արևից տիեզերական մասնիկների, տիեզերական ճառագայթները կարող են միանգամից սպանել կենդանի օրգանիզմին։ Դրանք շատ բարձր էներգետիկ ծանր մասնիկներ են, բացի այդ արեգակի հենց բարձր էներգետիկ ճառագայթումը, օրինակ գերմանշակագույնը, որը մենք լեռներում ենք զգում։ Լեռներում մարդիկ այրվածքներ են, չէ՞, ստանում։ Այո։ Եթե երկար մնան, նույնիսկ կյանքի համար կարող է դա վտանգավոր լինել, իսկ մթնոլորտը դա պահում է։ Մթնոլորտը մեզ շատ, այսպես ասած, բարերար պաշտպանիչ դեր է կատարում մեզ համար, իսկ հենց դուրս ենք այս մթնոլորտից դուրս պետք է պաշտպանվեն։ Ինքնաթիռում դե ներսում են, եթե ինքնաթիռից դուրս էլ գա որևէ մեկը, միանգամից բնականաբար այդ ազդեցություն կկրի։ Դրա համար ինքնաթիռի պատոհանը բացել խորհուրդ չէի տա ոչ մեկին, իհարկե չեն բացում այդ պատոհանները։ Պատկերավոր եմ ասում, հա։ Նույնը տիեզերանավի մեջ, տիեզերանավից դուրս գալիս հատուկ սկաֆանդրներով, հատուկ հագուստով, որոնք նաև պաշտպանում են բոլոր ազդեցություններից։ Այդպես են միայն կարողանում դուրս գալ բաց տիեզերքը։ Այսինքն հատուկ նյութերով մշակված են նաև օդանավերը։ Պաշտպանված են այդ ճառագայթներից պետք է պաշտպանվել իհարկե։ Նույնիսկ սարքերն են շարքից դուրս գալիս։ Ես մի դեպք գիտեմ, որ Չանդրա տիեզերական ուրեմն աստղադիտարանը երբ որ արձակեցին ամերիկացիները, Ամերիկայի նման առաջադեմ կամ առաջատար երկիր է, որ շատ լուրջ ծրագրեր իրականացնում, նույնիսկ այնտեղ այդ սխալը բաց թողումը արել էին, երբ որ ուղարկեցին, առաջին հենց օրը Չանդրայի բոլոր ընդունիչ սարքերը շարքից դուրս եկան, որտեղ հաշվի չէին արել, որ տիեզերական մասնիկների հարվածներից կարող է նրանք վնասվել։ Այ քեզ բան։ Նրանք դուրս էին նայում, այսինքն պաշտպանված չէին։ Հետո փոխարինեցին միլիարդներ ծախսեցին, կարելի ասել, որ այդ սխալը ուղղեն։ Հետաքրքիր է։ Արևի վրա կան Մենք ասում ենք բծեր, արևաբծեր։ Բծեր։ Ինչ են այդ սև բծերը։ Դրանք ավելի ցածր ջերմաստիճանային տիրույթներ են ընդամենը, եւ հիմնականում կապում են մագնիսական դաշտի հետ, արևի վրա ընդհանրապես ամբողջ ակտիվության բոլոր երևույթները համարյա մագնիսական դաշտի հետ են կապում, տարբեր ուրեմն դրսևորումներ կան, արևի վրա կան բռնկումներ, հրվիժակներ, տարբեր անուններ են լատիներեն միջազգային ասում ենք, հայերեն երբեմն թարգմանում ենք որոշ բաներ, օրինակ հրվիժակը ամենահզոր երևույթն է։ Բռնկումներ շատ հաճախ են տեղի ունենում, իդեպ բյուրականի աստղադիտարանը հայտնի է բռնկվող աստղերի ուսումնասիրությամբ, որտեղ այդ նույն բռնկումները ինչ որ արևի վրա են, շատ ավելի հզոր մասշտաբներով տեղի են ունենում։ Եվ մենք մեծ հեռավորություններից տեսնում ենք, որ այդ աստղերի պայծառությունը ուժեղացրեց եւ թուլացրեց։ Արևի վրա բռնկումները շատ թույլ են համեմատական իր ճառագայթման համեմատ միլիարդ անգամ ավելի թույլ են։ Այսինքն արևի ճառագայթում մենք չենք հեռվից զգա, որ այդ աստղը ասենք պայծառացավ կամ թուլացավ, բայց երկրի համար նույնիսկ այդ փոքրիկ բռնկումները շատ մեծ նշանակություն ունեն, որտեղ մարդը շատ զգայուն է ակե, շատ զգայուն կենդանի է։ Ամենաչնչին փոփոխությունը կլինի եղանակի, չգիտեմ ինչի, մագնիսական դաշտի, ամեն ինչի, գրավիտացիայի, այսինքն ձգողական մարդու վրա կարող է շատ լուրջ ազդեցություն թողել, նույնիսկ կործանարար։ Չգիտեմ ինչու է այդպես բնությունը ստեղծել, որ մարդը ամենազգայուն էակն է։ Եկեք դա հատուկ հասկանանք, շեշտենք եւ կարեւորենք բժշկությունը, որ պետք է շատ լավ հետևեն մեր մարդու առողջությանը։ Բոլոր կենդանիները ավելի կայուն են, ավելի դիմացկուն են համարյա, կաթնասուններն էլ նույնիսկ, բայց օրինակ ասենք մրջյունները ընդհանրապես մրջյունին եթե մի մետր բարձրությունից գցենք, որ իր չափերի համաձայն երևի 100 անգամ ավելի շատ է, ոչինչ չի լինի, իսկ մարդուն պատկերացրեք իր բոյի համեմատ 100 անգամ ավելի մեծ բարձրությունից գցենք, ոչ մի բան չի մնա մարդուց։ Անգամ 2 մետրից կարող ենք վնասվել։ Այո, եւ եղանակից, օրինակ մի փոքր ջերմաստիճանը փոխվում է, միանգամից մարդիկ մրսում են հիվանդանում են։ Կենդանիները որ այդպես լինի, հիմա կենդանի ջեր մնա երկրի երեսին, որովհետեւ բժշկություն այնտեղ չկա։ Այնտեղ ճիշտ է։ Մենք էլ խղճում ենք կենդանիներին, ասում ենք անձրևիտակ են։ Չէ, կենդանիները դիմացկուն են, ավելի սովոր են։ Մարդկանց մեջ էլ կան այդպիսիներ, որոնք ապրում են, այսինքն
վայրի պայմաններում նրանք բան են հատուկ իմունիտետ, հատուկ դիմացկունություն են ձեռք բերում։ Ինչքան մարդը երևի ավելի շատ է դողում իր առողջության վրա, այնքան ավելի շատ դառնում է թույլ, իմ կարծիքով, չգիտեմ, դա իմ եզրակացությունն է։ Եվ այստեղ կարևոր է լուսնից էլ մի փոքր խոսենք, որտեղ էլի մեր համակարգի անդամ է։ Լուսնի ազդեցությունը ավելի շատ գրավիտացիոն է։ Օրինակ շատ կարևոր բան կա, որ կարող ենք հետագայում խոսել դրա մասին, երկրի վրայի ամբողջ այդ հսկայական ջրային զանգվածը, օվկիանոսները, ծովերը բարձրանում իջնում են, մակընթացություն եւ տեղատվություն են տեղում։ Դա լուսնի ազդեցությունն է, լուսնի գրավիտացիոն ազդեցությունն է։ Հիմնականում այո, կարելի ասել լուսնի, երկրի եւ արևի փոխադարձ դիրքերի արդյունքն է, բայց լուսնի հիմնականում պտույտի ժամանակ է դա տեղի ունենում, լուսինը որ կողմից հայտնում է, ոնց որ ձգում է ջրային շերտը այդ կողմ։ Եվ տեսեք, այդ ահռելի ազդեցությունը զարմանալի է, որ մենք կենսաբանությունից դպրոցներում անցնում ենք, թե մարդու օրգանիզմի 300-ը նույնպես ջուր է, շատ հաճախ ավելի բարձր թվեր են ասում, բարձր տոկոս, եւ բնականաբար լուսինը մարդու օրգանիզմի վրա էլ ուժեղ ազդեցություն կունենա, բայց դա էլ հետազոտված չի լավ։ Հիմա վերջերս նոր սկսել են հասկանալ, որ արժի ուսումնասիրել, օրինակ բազմաթիվ տվյալներ կան, վիճակագրություն կա մեծ, չէ, մարդկանց հիվանդությունների մասին, հիվանդությունների պատմություններ կան, հիվանդանոցներում պահվում են հազարավոր մարդկանց վերաբերյալ տվյալներ եւ դա շատ հեշտ է օրինակ համադրել լուսնի փուլերի հետ, հասկանալ որ փուլում է հատկապես որ հիվանդությունը սրվել, ուժեղացել կամ նահանջել։ Հետաքրքիր է։ Իսկ եթե վերադառնանք Արեգակին, երբ է ծնվել Արեգակը։ Համարվում է, որ Արեգակը մոտ 5 միլիարդ տարեկան է, կամ 4.6, նույնիսկ այդպիսի գնահատականներ կան ավելի ստույգ, բայց կարող են մարդիկ հիշել կլոր 5 միլիարդ։ Եվ եւս 5 միլիարդ տարի պետք է ապրի։ Այս տեսքով իհարկե ապրելը հարաբերական է այս դեպքում, որտեղ նա ուղղակի ձևափոխվելու է, ուրճելու է վերջում, երբ որ ջրածնի պաշարները պակասեն, ավարտվեն, կարելի ասել սպառվեն կենտրոնում, այդ ռեակցիաները այլևս տեղի չեն ունենա, արտաքին շերտերը արևը մեծանա, այսպես արտաքին շերտերը կհեռանան, հետո ինչ որ միգամածության նման մի թաղանթ կփոկվի, իսկ մնացածը կենթարկվի գրավիտացիոն սեղմման, կոլապսի, ինչպես ֆիզիկայում անվանում են դա, եւ արևը կվերածվի սպիտակ թզուկ կոչված աստղի, որոնք շատ փոքր են իրենց չափերով։ Սպիտակ թզուկները մոտավորապես երկրի նման չափեր ունեն, ես ասացի երկիրը 108 անգամ արևից փոքր է իր շարժով կամ տրամագծով, կդառնա երկրի նման չափի մի աստղ, բայց ամենա նույն արևի զանգվածով, որտեղ շատ մեծ զանգված չի թողելու, նա համարանույն զանգվածով կպահպանի։ Այդպիսի աստղեր կան տիեզերքում սպիտակ թզուկներ, դրանց մեկ, ինչպես ասեմ, օրինակ լուծկու տուփի չափ նյութը 1 տոննա է։ Այդպիսի մեծ խտություն ունեն, այո։ Այսինքն սկզբում կմեծանա, հետո կսեղմի։ Հետո այո, կսեղմի կդառնա։ Եթե ավելի մեծ զանգվածով աստղերն ենք դիտարկում, տեսությունը հաշվարկները ցույց են տալիս, որ ավելի մեծ կոլապս է տեղի ունենում, ավելի մեծ կատաստրոֆա եւ վերածվում են նեյտրոնային աստղերի կամ սև խոռոչների, որոնց մասին խոսեցիք։ Այո, հետաքրքիր է։ Իսկ քանի որ գույների մասին նշեցիք, որ որքան կապույտ է, այնքան ավելի ջերմաստիճանը բարձր է, կարող ենք ենթադրել, որ արևը ավելի ծեր է, արդյոք տարիքն է որոշում գույնը, որոշ չափով կա կապվածություն, այո, սովորաբար կարմիր աստղերը ավելի մեծ են տարիքով, բայց միանշանակ չէ, հիմնականում, այսպես ասեմ, կա ուրեմն աստղերի գլխավոր հաջորդականություն, գլխավոր հաջորդականության դեպքում այո կա այդ օրինաչափությունը, բայց կան արտառոց աստղեր, այլ տեսակի աստղեր, հսկաներ, թզուկներ, գերհսկաներ, նրանց մոտ մի քիչ այլ է։ Այսինքն եւ կա երկու սերնդի աստղ, նույնիսկ երրորդն են առանձնացնում երբեմն գալակտիկայում, որ 3 անգամ է աստղ առաջացում եղել եւ տարբեր ժամանակներում տարբեր աստղեր են ծնվել, այնպես որ տարիքը արդեն կախված է թե որ խմբի աստղերին է պատկանում եւ ինչպիսի եւ գույների հետ այո որոշակի առնչություն կա։ Հիմա մեր աստղը երիտասարդ է թե ծեր։ Հիմնականում ավելի շատ ծեր կարելի անվանել, որովհետեւ շատ ավելի երիտասարդ աստղեր կան։ Իդեպ Վիկտոր Ամբարձումյանը ամենամեծ ներդրում աստղագիտության մեջ եւ ընդհանրապես 20-րդ դարի ամենախոշոր կարելի ասել հայտնագործությունից մեկն էր, որ աստղերը ծնվում են նաև ներկայումս։ Առաջ կարծում էին, որ տիեզերքը առաջացել է միլիարդավոր տարիներ առաջ եւ ոչ մի լուրջ փոփոխություն այնտեղ տեղի չի ունենում։
եւ երկար ես միշտ բերում եմ այն համեմատությունը, որ սովորական մարդը լեզվի մեջ հաճախ օգտագործում է, ասում է հավերժ ինչպես տիեզերքը կամ հավիտենական ինչպես տիեզերքը, որտեղ բոլորին թվում է թե տիեզերքը ինչպես կա, այնպես էլ եղել է եւ ոչ մի բան չի փոխում։ Առաջին գիտնականը, որ տիեզերքի վերաբերյալ այլ կարծիք հայտնեց, լրիվ հակադիր, որ բուրն գործընթացներ են տեղի ունենում, պայթյուններ եւ այլ, դա Համբարձումյանն էր։ 1930-ական թվականներից նա հետևողական զարգացրել է տեսությունը եւ 50-ական թվերին արդեն կանց սկսեցին ընդունել, չէին ընդունում իդեպ։ Բոլորը կարծում էին, որ դա դասական տեսության դեմ է, իսկ հիմա բոլորը հասկացել են, որ այո, այդ երևույթները կան, աստղերը ծնվում են նաեւ ներկայումս, նա հենց այդպես աստղերը ծնվում են խմբերով, այո, խմբերով, դա էլ միաժամանակ նույն այսպես ասած աշխատանքի մեջ միաժամանակ մի քանի եւ այդ աստղասփյուռներում, ինչպես ինքը կոչեց այդ համակարգերում, սա բացառիկ դեպք է, որ հայերենում տերմին է ներմուծված գիտական, որը հետո թարգմանվել է այլ լեզուներով։ Սովորաբար հակառակն է լինում, չէ՞, անգլերենից մենք որոշ մենք թարգմանել տերմինները, տեսնել հայերենում ինչպես կարելի է դա ձևակերպել, բայց աստղասփյուռ բառը առաջացել է հայերենում, հենց Համբարձումյանն է դրել այդ անունը, անվանում է եւ հետո թարգմանել են մյուս լեզուներում։ Հաճելի է, որ մեր գիտությունը ազդել է համաշխարհային գիտության վրա որևէ կերպ։ Մենք արևի նյութի մասին չխոսեցինք, չէ՞ որ արևը երկրի պես պինդ զանգված չէ։ Այո։ Գազային է, բայց իոնացված գազ, որը մենք անվանում ենք պլազմա։ Հիմնականում այդ պլազմայի վիճակում է եւ ասեմ նյութը ընդհանրապես տիեզերքում եւ արևի վրա էլ շատ չի տարբերվում, մեծամասամբ ջրածին է։ Ջրածինը գերիշխում է ամենտեղ։ Իհարկե երկրի վրա այդպես չէ, պինդ մարմինների վրա, երկրի եւ այլ մոլորակների վրա տարբերվում է, բայց ամբողջ տիեզերքի նյութը հաշվարկած է, ջրածինը, եթե օրինակ ատոմների թվով վերցնենք 90% է մոտարապես, զանգվածով մոտ 70%-ը, քանի որ ջրածինը թեթև ամենաթեթև տարրն է, զանգվածով մի քիչ ավելի ցածր է ստացվում թիվը։ Հաջորդն է հելիումն է, որը նույնպես զգալի մասն է արդեն զբաղեցնում մնացած զանգվածի եւ բոլոր մյուս քիմիական տարրերը միասին վերցրած շատ ճնչին մասն են կազմում 1%-ի չափ մոտարապես։ Տեսեք ինչպեսի զարմանալի բան է տիեզերքը։ Եւ դա գալիս է նաեւ ստեղծումից, որովհետեւ երբ որ սկզբից տիեզերքը նոր առաջացավ եւ սկսեցին առաջանալ տարրական մասնիկները, աստիճանաբար սինթեզվեցին ավելի ու ավելի ծանր էլեմենտները եւ տիեզերաբանության նախնական շրջանում, որ մենք կոչում ենք նախնական սինթեզ եւ հետո արդեն աստղերի դեպքում, օրինակ գերնորերում շատ քիմիական ծանր տարրեր են սինթեզվում եւ ամբողջ քիմիական աղյուսակը, այդ պարբերական աղյուսակը քիմիական տարրերի որ կա չէ, կարելի ասել տիեզերքում է ստեղծվել։ Մեկ ասում են աստղագետներն են պատասխանատու քիմիական տարրերի համար։ Երբ որ մի քանի տարի առաջ ես հիշում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր քիմիական այդ պարբերական աղյուսակի տարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն տարի ինչ որ մի բան է հռչակում, աստղագետները ասում են մենք չենք կարող անտարբերել, որովհետև մենք ենք պատասխանատու այդ քիմիական տարրերի համար, այդպես պատկերավոր արտահայտություն տարածվեց աստղագետների մեջ։ Ահա թե ինչու են տարբեր աստղադիտարաններում այդ աղյուսակները տեղադրված։ Շատ դեպքերում այո տեղադրված են եւ ավելի մանրակրկիտ նշված է ամեն տարի տակը փոքրիկ գրված է թե որտեղից է առաջացել, որ պրոցեսների հետևանքով, որ բանի համար է, օրինակ կա որ հենց նախնական, դե պրոտոնը, որը ջրածնի միջուկն է, առաջինն է, որ առաջացել է, երբ որ քիմիական տարրերը դեռ չկային, ուղղակի տարրական մասնիկներ առաջանալիս հենց առաջացավ պրոտոն, արդեն կարող ենք ասել ջրածինը առաջացավ, որտեղ սովորաբար մենք դիտարկում ենք կարևորագույնը միջուկն է, թե որ տարի միջուկն է, շուրջը քանի էլեկտրոն է պտտվում կամ պտտվել է իհարկե պայմանական է, որտեղ քվանտային մեխանիկայում այլ պատկերացում կա, մենք դա չենք կարևորում, որտեղ կարող է իոնացված լինել, էլեկտրոնից զրկված լինել, կարևորը միջուկն է, եւ միջուկները դիտարկելիս հենց պրոտոնի մասին խոսում ենք, արդեն նա ջրածնի միջուկ է, ուրեմն ջրածնի միջուկը հենց ձևավորվել է ամենասկզբից, հետո նոր սինթեզվել են մյուս այն բետեի, որ ես ասացի հայտնագործած ջերմամիջուկային ռեակցիաների ամենապարզագույնը, որ դա հենց եղել է նախնական տիեզերքի փուլերում եւ սկսել է հելիում առաջան, հետո աշնանաբար բոլոր մյուս էլեմենտները, այդպես է զարգացել տիեզերքը
Եվ արևն էլ դրա արդյունք է, բոլոր աստղերն էլ դրա արդյունք են, եւ մյուս բոլոր տեսակի տիեզերական մարմինները։ Արդյոք արևը կանգնած է մի դիրքում, թե ինչ որ կերպ պտտվում է կամ Շատ կարևոր հարց է, որովհետև եթե արեգակնային համակարգն ենք դիտարկում, մեզ թվում է, թե արևը մի դիրքում է։ Սովորաբար ես ասացի, երբ որ կա ինչ որ մարմինների համակարգ, նրանք բոլորը պտտվում են զանգվածների կենտրոնի շուրջը։ Բայց արեգակի զանգված այնքան մեծ է մյուս մոլորակների համար, որ այդ զանգվածների կենտրոնը հենց արևի ներսում է գտնվում, այսինքն ինքը կարող է իր ասենք կենտրոնի շուրջը ամբողջ արեգակնային համակարգի մի փոքր այսպես տատանումներ ցուցաբերի, բայց սա շնչին շարժում է համատած մեկ այլ ավելի կարևոր շարժման հետ, որ արեգակը իր ամբողջ համակարգով պտտվում է մեր գալակտիկայի կենտրոնի շուրջը։ Եվ բոլոր աստղերը գալակտիկան ինքը պտտվում է, գալակտիկաները որպես կանոն պտտվում են, այո, պտույտը տիեզերական պայմաններում շատ այսպես տարածված, կարելի ասել բնական երևույթ է, եւ դրա շնորհիվ են շատ դեպքերում համակարգերը կայուն մնում։ Իսկ չեն բախվում։ Բախվող դեպքեր էլ կան, եւ դա շատ բարդ հարց է, որովհետեւ ուսումնասիրվում են դրա տեսական հիմքերը, որովհետեւ մենք բախում ռեալ համարյա չենք դիտում։ Շատ դժվար է։ Նախ երկար տարիների ընթացքում, հազարամյակների, միլիոնավոր տարիների ընթացքում են տեղի ունենում տիեզերական պրոցեսները։ Հեռավորությունները շատ մեծ են, եւ մենք անմիջապես չենք դիտում այդ երևույթները, բայց մենք եզրակացնում ենք։ Գիտեք, մարդը այնպիսի խղճուկ վիճակում է տիեզերքը ուսումնասիրելիս, ոնց որ, ասենք, մեկին բերեն մի վայրկյան, ասեն, նայ մեր երկրում ինչ կա ու միանգամայն եզրակացություններ ա թե այս երկիրը ինչ վիճակում է։ Մենք համարյա մեր դիտումների ամբողջ դարաշրջանը, որ մարդկությունը ունեցել է, ուզում եք վերցրեք մի քանի 100 տարի, ուզում եք վերցրեք նույնիսկ մի քանի 1000 տարի, դե մի քանի 1000 տարի ինչ պրիմիտիվ վիճակում էր աստղագիտությունը, նույնիսկ մի քանի 100 տարի առաջ։ Ընդամենը վերջին 100 տարին է, որ շատ թեքիչ լուրջ աստղագիտություն կա, բայց այդ 100 տարին տիեզերքի կյանքի ընթացքում մեկ վայրկյան է։ Մեկ վայրկյան ուսումնասիրել ենք այս տիեզերքը, ուզում ենք հասկանանք ինչ է կատարում։ Շատ բարդ մասնագիտություն է, աստղագիտությունը այս առումով շատ բարդ է։ Եվ ես մեկ-մեկ համատում եմ հետաքննիչի մասնագիտության հետ, երբ որ հետաքննիչը փորձում է պարզել ինչ է տեղի ունեցել, ինչ որ հանցագործություն, ասենք, նա գոնե ունի իրեղեն ապացույցներ, նա ունի վկաներ, կարող է հարցաքննել եւ այլ։ Մենք ոչինչ չունենք։ Մենք մեծ հեռավորությունների վրա պետք է նույն բանը իրականացնենք, բայց հզոր գործիքներ ենք ստեղծում, որպեսզի այդ հեռավորության վրա մենք ուսումնասիրություններ կատարենք։ Եվ այնտեղ էլ ժամանակները շատ մեծ են, ասենք 1000 տարի առաջ տեղի ունեցել պայթյուն, մենք պետք է հասկանանք ինչպես է դա եղել։ Անհավանական է։ Ես հիշում եմ, երբ առաջին անգամ այցելեցի աստղադիտարանին գից գործող պլանետարիում, եւ այս զգացողությունը կարծես դու արդեն տիեզերքի կենտրոնում ես եւ այդ բոլոր երևույթները պտտվում են քո շուրջ, իհարկե շատ նախանձելի մասնագիտություն ունեք, բայց հասկանալի է, որ դրա համար պետք է շատ աշխատել։ Այո, ես կուզեի միանգամից ասել, որ այն պատկերացումը, թե աստղագետները ուղղակի նայում են աստղերին, ինչ են անում, որ ռոմանտիկ, գեղեցիկ մասն, դա շատ վաղուց արդեն հնացած պատկերացում է։ Ներկայումս աստղագետը պետք է տիրապետի համարյա ամեն ինչի։ Ֆիզիկա, մաթեմատիկա, անպայման, իհարկե, որտեղ դա հիմքն է հենց աստղագիտության գլխավոր գործունեությունը հենց այդտեղ այդ միջավայրում է անցնում, աստղաֆիզիկան է գլխավոր ճյուղը, բայց նաև քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, աշխարհագրություն եւ այսօր իհարկե թվային տեխնիկա, մենք օպտիկայի հետ ենք ուղղակիորեն առնչվում, համակարգչային տեխնիկա, մեծ թվերի տեսություն, մեկ կամ մեծ տվյալների տեսություն եւ այլն, համարյա ամեն ինչ, աստղագետը մի բան եթե չի իմանա, արդեն թերի է։ Անգլերեն պետք է շատ լավ իմանալ, որտեղ ամբողջ գրականությունը համաշխարհային եւ գրականությունը, որ չկարդանք, մենք չիմանանք ինչ է կատարվում այլ հեղինակների կողմից, ինչ աշխատանքներ են արվում, այդտեղ անիմաստ է աշխատել այդ միջավայրում։ Այսինքն չի կարող միայն սահմանափակված մի երկրի ներսում աստղագիտությունը լուրջ զարգանալ։ Մենք շատ միջազգայնացված գիտություն ենք, այսպես ասած, անընդհատ համագործակցությունների մեջ ենք եւ բոլորը բոլորին համարյա ճանաչում են։ Աշխարհում շատ քիչ աստղագետ կա, մոտ 30,000։ Մեկ-մեկ հումորով ասում են դուք ավելի քիչ եք, քան հազվագյուտ հիվանդություններ ունեցող մարդիկ։ 30,000-ը շատ քիչ է 8 միլիարդ մարդու մեջ,
Բայց իհարկե միանգամից ասեմ, որ ամենահազվագյուտ մասնագիտությունը դա տիեզերագնաց լինելն է։ Ավելի քիչ են, քան Տիեզերագնաց ընդամենը եղել է, այո, 650 տիեզերագնաց եղել ամբողջ պատմության մեջ։ Իսկապես։ Օ, հետաքրքիր է։ Որից 12-ը իջել են լուսնի վրա։ Դա էլ ամենահազվագյուտը 12 մարդ, որոնք լուսնի վրա են։ Իդեպ շատ արդիական թեմա, այս օրերին տիեզերքում պատտվում է։ Արդեն վերադարձավ։ Վերադարձավ։ Պատմեք այդ մասին։ Արտեմիս երկրորդը։ Այո։ Արտեմիս առաքելությունը նոր մի առաքելություն է դեպի լուսին կամ ինչ-մենք ասում են լուսինը նվաճելու պայմանական իհարկե ճակերտների մեջ մենք ունեցել ենք մենք նկատի ունենք ամբողջ մարդկությունը իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին դա որ իրականացրեցին Ապոլոն առաքելությունը կամ Ապոլո իրենք Ապոլո են ասում լատիներեն 69-ից 72 թվականին 6 անգամ հաջողվեց մարդ իջեցնել լուսնի վրա, ամեն անգամ երկուական մարդ, այսինքն ընդամենը 12 մարդ է ոտք դրել լուսնի վրա։ Եվս 3 թռիչք դեպի լուսին իրականացավ այն ժամանակ, բայց նրանք պատտվեցին վերադարձան, որոնցից առաջին երկուսը հենց այդպես էլ պլանավորած էին, մինչև առաջին իջեցումը մարդու, իսկ երրորդը անհաջող էր, Ապոլոն 13-րդը կարելի ասել վթարային շատ լուրջ խնդիրներ ունեցավ եւ հազիվ վերադարձան առանց զոհվելու եզրին էին։ Նույնիսկ ֆիլմեր կան այդ մասին։ Այո, Ապոլոն 13-ի մասին ֆիլմ կա։ Առաջին մարտն էլ դե հիշենք, որ Նիլ Արմստրոնգն էր, իր հետ էլ Բազ Օլդրինը երկուսով իջան առաջինը 1969 թվականի հուլիսի 20-ին։ Դրանից հետո 72 թվականի դեկտեմբերից հետո չէր եղել որևէ թռիչք դեպի լուսին։ Ես դպրոցական էի ու լավ հիշում եմ, որ ասում էին հիմա արդեն մարդիկ Մարս կիջնեն շատ շուտով 70-ական թվականների վերջում։ Տեսեք ինչքան բան է, անշնորհակալ գործ է ընդհանրապես կանխագուշակումներ անել գիտության մեջ կամ մարդկության զարգացման վերաբերյալ։ Դա տեղի չունեցավ։ Առայսօր էլ դեռ Մարսից շատ հեռու ենք։ Թեև այսպես ամբիցիոզ հայտարարություններ անդադ անում են, որ հեսա Մարս ենք ուղարկելու։ Ես հիշում եմ 19 թվականին, երբ որ կանարանքազներում Ստարմուս փառատոններ, իդեպ Ստարմուսները կազմակերպվել են մեր հայրենակից Գարիկ Իսրայելյանը Իսպանիայից, եւ այդտեղ ներկա էին հենց լուսնագնաց աստղագնացներ։ Իրենք աստղագնաց են ավարում, ոչ թե տիեզերագնաց, լուսնի վրա իջած մարդիկ եւ պանելային քննարկումներ այսպես նստած քննարկում էին եւ իրենք հայտարարեցին, որ Մարս մարդը կգնա ամենաշուտը 49 թվին։ 49 թվին զարմացան մարդիկ, որտեղ անընդհատ խոսում են, որ հիմա Մարս են թռնելու։ Ասեցին այսպիսի լուրջ ծրագիր առնվազն 30 տարվա պատրաստություն է պետք, քանի որ դա 19 թիվն է, իրենք 40։ Ես չգիտեմ, գուցե հիմա, տեսեք, ես ասեմ, մի բացառություն կա, Իլոն Մասկը մի քիչ խառնել է խաղաթղթերը, խաղակարտերը։ Բոլոր ծրագրերը, որոնք առաջ հաշվարկներով կանխատեսում կամ պլանավորում էին, Իլոն Մասկը ինչ-որ բաներ փորձում է փոխել, ավելի արագացնել։ Գումարը ամեն ինչ կարող է անել, բայց միևնույն է լուրջ նախապատրաստվելու համար, տեսեք, ընդհանրապես լուսին ուզում են իջեցնել եւս մի քանի հոգի, գուցե 2 հոգի լինի այս անգամ, Արտեմիս 4-րդի դեպքում, դա 28 թվի վերջում լինելու, բայց սկսել են այս գործը 2012 թվին։ 2012 թվից Արտեմիսի մասին արդեն մենք գիտենք եւ առաջին թռիչքը եղավ ընդհանրապես երկրի շուրջը, Արտեմիս 1-ը փորձարկում էր։ Սա էր Արտեմիս 2-ն, որ գնացին պատտվեցին հետեկան։ Երրորդն էլ չի իջնելու լուսնի վրա, նոր 4-ը պետք է իջնի։ Շատ դժվար է, բավական մեծ թիմի աշխատում ամեն մի տիեզերական ծրագրի հետևում։ Հազարավոր մարդիկ շատ հաճախ հսկայական փաստաթղթավորում, հսկայական ֆինանսական հաշվարկներ, ֆինանսների հաստատում, նույնիսկ ֆինանսների հաստատումը կարող է լինել, ասենք, այդ ծրագիրը նախաձեռնելուց 3-4 տարի, օրինակ։ Այնպես որ 20 տարի կամ 30 տարի դա իսկապես տիեզերական ծրագրերի համար դա լուրջ թիվ է, որ այդքան տևում են։ Բոլոր նախորդ մեծ ծրագրերը եթե մենք նայենք, իսկապես տևել են առնվազն 10 տարի, այսպես ասեմ։ Օրինակ Ապոլոնը հետաքրքիր է, որ պրեզիդենտ Քենեդին հայտարարեց 61 թվականին անմիջապես Գագարինի թռիչքից հետո, մոտ 1 ամիս անց մայիսին էր, հայտարարեց կոնգրեսում, որ պետք է ամերիկացիները ուղարկեն մարդ դեպի լուսին, որտեղ շատ այսպես վիրավորված էին մեղմ ասած ամերիկացիները, որ խորհրդային միությունը առաջինը մարդ ուղարկեց տիեզերք, եւ Քենեդին որոշեց, եւ կոնգրեսը հավանություն տվեց, որ այդ գումարները հատկացնում են, իսկ այն ժամանակվա համար դա 24.5 միլիարդ դոլար է։ Այն ժամանակվա համար այնքան էր, ոնց հիմա վերահաշվարկով ասում են հիմա կլիներ մոտավորապես 200 միլիարդ։
200 միլիարդ պատկերացնում եք, Հայաստանի պետական բյուջեն մոտ 8 միլիարդ է։ Այո։ Այդպիսի մի քանի փոքր պետությունների պետական բյուջեից ավելի շատ ծախսում են, որպեսզի մի հատ ծրագիր իրականացնեն։ Արտեմիսը ներկայումս արդեն 93 միլիարդ ծախսել է, նույնպես դոլար բնականաբար, եւ դեռ Արտեմիսը շարունակվում է Արտեմիսի ծրագիրը, ինչպես ասացի, 3-ը եւ 4-ը կա։ Մարդիկ կան, որ համառորեն չեն հավատում, որ Արտեմիսի իրական նախագիծը, ասում են, որ դրանք արհեստական բանականությամբ սարքած նկարներ են, վիդեոներ են, չգիտեմ։ Գիտեք ինչ, այդ ամենը սկսվեց Ապոլոն ծրագրից, Խորհրդային Միությունը քանի որ կտրուկ այսպես բանի մեջ էր, մրցակցության մեջ, բոլորովին չէին ուզում այն ժամանակ, որ ամերիկացիները լուսին թռած լինեին։ Եվ անընդհատ այդպիսի լուրեր էին տարածում։ Բացի այդ, դրան նպաստեց նաև Ստենլի Կուբրիկի հանրահայտ ռեժիսոր հայտարարությունը, քանի որ Ստենլի Կուբրիկը տիեզերական ոդիսական, Օդիսեյ ֆիլմեր նկարել եւ բնականաբար նկարել էր երկրի վրա, ինքը անձամբ չէր թռել լուսին։ Բայց երկրի վրա այդ կադրերից մեկում երևում է, որ դրոշը ծածանվում է, ամերիկյան դրոշը, իսկ լուսնի վրա մթնոլորտ չկա եւ այնտեղ չի կարող դրոշը ծածանվել։ Ու այդտեղից մարդիկ ասում էին, տեսեք, կեղծ է բան է, բայց պարզ է, որ ֆիլմը Կուբրիկն էլ մի տեսակ ինտրիգա գցելու համար ասել էր, այո, մենք այս ամեն ինչը կեղծել ենք, ոչ մի թռիչ չի եղել դեպի լուսին։ Մոտ, որքան ես գիտեմ, մոտ 3 տարի Կուբրիկը չի ասել, որ դա կատակ էր։ Հետո մի 3 տարի անց նոր ինքը հայտարարեց, ասեց, ես ինքս էի այդ հումորը արել, որ իբր մարդիկ չեն թռել լուսին, բայց ես անձամբ, այդ ձեր առաջ նստած ես 6 լուսնագնացի անձամբ ճանաչել եմ, որոնցից 4-ը մահացել են ցավոք արդեն, բայց 12-ից 6 հոգուն անձամբ ճանաչել եմ, այսինքն հանդիպել եմ այդ թվում Նիլ Արմսթրոնգին, Բազ Օլդրին, այսինքն այդ մարդիկ իսկապես բացառիկ մարդիկ են, իդեպ եթե տիեզերագնացներից խոսենք, իմ համար դրանք մարդկանց են ինչ-որ գեր մարդու տեսակ են։ Ես ինքս լինելով պրոֆեսիոնալ աստղագետ, երբ որ զրուցում էի աստղագիտական թեմաներով իրենց հետ, զգում եմ, որ իմ չափ գոնե գիտելիք ունեն առնվազն, այսինքն ու բոլոր ոլորտներից այդքան ունեն, ել չեմ ասում ֆիզիկական պատրաստվածությունը։ Տիեզերագնացը իսկապես շատ բարդ մասնագիտություն է եւ ամենաբարդն է եւ պատահական չէ, որ Խորհրդային Միությունում ամեն թռիչքից հետո հերոսի կոչում էին տալիս։ Շաքավեցի։ Մենք կունենանք երբևէ տիեզերագնաց։ Մենք ունեցել ենք միայն Ջեյմս Բաղյանին, ամերիկացի, եւ նա շատ նշանավոր տիեզերագնաց է 2 անգամ։ Նկատի ունեի Հայաստանից։ Հայաստանից, եթե երիտասարդները, աշակերտները հիմիկվանից ուզեն տրամադրվեն գնան հատուկ կուրսերի, իհարկե դա պետք է Ռուսաստան գնան կամ Միացյալ Նահանգներ կամ մեկ այլ երկիր, եվրոպական տիեզերական գործակալություն, Հայաստանը չունի ինքը այդպիսի դպրոց։ Բայց մի բան ասեմ, այնքան հետաքրքիր, որ Բյուրականի աստղայտանում մենք անցկացնում ենք տիեզերագնացների դպրոց։ Եվ Համբարձումյանը մի քանի անգամ դա նախաձեռնել է, հետո Գուրզադյանն է շատ դրան նպաստում, որտեղ ինքը ամբողջությամբ իր գործունեությունը ուղղել էր տիեզերական ծրագրերին, եւ Խորհրդային Միության ամենանշանավոր տիեզերագնացները եկել են այդ դպրոցում, նստել լսել են աստղագիտություն, որտեղ ինչպես ես ասացի, իրենք ամեն ինչի պետք է տիրապետեն։ Մեր մոտ աստղագիտություն էին սովորեցնում տիեզերագնացներին։ Այդպիսի նշանավոր աստղադիտարն է եղել Բյուրականը, որ նույնիսկ տիեզերական խորհրդային ամենախոշոր ծրագրերին մասնակցել է։ Այսինքն դա երևի 70-80-ականներին, այո, 80-ականներին էր շարունակվում էր, այո։ Իսկ հնարավորություն կա դա վերականգնելու այդ դպրոցը։ Դա կախված է իհարկե, դե հիմա արդեն Ռուսաստան, Հայաստան տարբեր պետություններ են, մի քիչ դժվար է, բայց մենք իդեպ արել ենք արդեն իմ ժամանակ, օրինակ մի քանի այդպիսի մենք կոչում էինք դա Օրիոն Բյուրական, ռուս դպրոցականներ եկել են այստեղ, ովքեր նախապատրաստվում են, այո, որ ապագայում կարող են նաև տիեզերագնացներ դառնալ, ավելի կրտսեր սերնդի մասին է այստեղ խոսքը։ 3 անգամ այդպիսի դպրոցներ անցկացրեցինք փոքրիկ եւ այո, մեզ դեռ շարունակում են հարգել, հիշել, ընդհանրապես մենք ունենք նաև համատեղ ծրագիր Ռոսկոսմոսի հետ եւ Բյուրական աստղայտանը տիեզերական թռիչքների մասին, եթե խոսենք տիեզերական հետազոտությունների, նույնպես շատ ակտիվ մասնակից է միշտ եղել եւ հիմա էլ կա։ Հրաշալի է։ Եթե վերադառնանք Արեգակին, ինչ կլիներ, եթե արևը չլիներ, Արեգակը չլիներ։ Դե տիեզերքի համար ոչ մի լուրջ բան չէր լինի, որտեղ մի աստղ ավել, մի աստղ պակաս, բայց մենք այլևս գոյություն չէինք ունենա, բնականաբար մենք ամբողջ մարդկությունը, կենթանական աշխարհը, երկրի վրա բուսական աշխարհը միանշանակ չէր լինի։
Հետաքրքիր է, որ երբ որ դիտարկում ենք այդ թեմայով մի փոքր ասեմ, որտեղ շատ հետաքրքիր բազմազան ստացվեց մեր, երբ որ մենք դիտարկում ենք այլ քաղաքակրթությունների գոյությունը, այլ կյանքերի գոյությունը տարբեր մոլորակների վրա, փորձում ենք հենց մեր նմանությամբ, առաջին հերթին արեգակի, արևի կարևորությունը նաև այստեղ է, որ մենք ուզում ենք հասկանալ նման աստղեր, որքան կան, նրանց շուրջը նման մոլորակներ ինչպիսին երկիրն է, որքան կան, մենք հիմա հայտնաբերել ենք, մենք եթե ասում ես դեպքում նկատի ունեմ բոլոր աստղագետների հանրությունը, հայտնաբերել ենք մոտ 8400 այլ մոլորակներ, այլ աստղերի շուրջը, դրանք կոչվում են արտարեգակնային մոլորակներ, exoplanets։ Այդ 8400-ի մեջ հետաքրքիր է, որ միայն 30-ն են, որ մի քիչ նման են երկրագնդին։ Այսինքն կարծես թե մեր կյանքի պայմանների կարող են բավարարել, դրանք էլ դեռ ուսումնասիրվում են, շատ մեծ հեռավորությունների վրա են, անմիջապես մենք չենք տեսնում այնտեղ ոչինչ, բայց քիմիական վերլուծությունը, սպեկտրալ վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ ինչպիսի գազեր են մթնոլորտում, արդյոք ջուր կա մակերևույթին, թե չէ, իդեպ աստղակենսաբանության մեջ դրանք կոչվում են կենսանշաններ, բիոմարկերներ, այսինքն ամեն մոլորակի վրա փորձում ենք հասկանալ ինչպիսի հետքեր կամ ինչպիսի հուշումներ կան, որ մենք կարող ենք եզրակացնել կյանք կա այնտեղ թե ոչ։ Եվ ապագայում ուսումնասիրությունները իհարկե ավելի խորն են գնալու, աստիճանաբար մենք կուզեև հայտնաբերենք։ Շատ ասեկոսեններ, այսպես հեքիաթներ եղել են, որ երկրի վրա ինչ-որ մեկին բռնել տարել են այլ մոլորակայինները, դրանք բոլորը իհարկե սուտ են, տարբեր հաղորդումներ շատ եղել են, այդ դեռ անցած տարի 50-ական, 40-ական թվականների վերջից կարելի ասել, սկսվեց այլ մոլորակայինների բումը, եթե կարելի այդպես ասել, ամբողջ աշխարհում, բայց առ այսօր պաշտոնապես կամ, չգիտեմ, ամենայն պատասխանությամբ կարող եմ հայտարարել, որ դեռ այլ մոլորակայիններ չեն հայտնաբերել։ Ես ասում հատուկ դեռ, որտեղ մեծ հավանականություն կա, որ տիեզերքը, մեր գալակտիկան բնակեցված է նաև այլ քաղաքակրթություններով։ Նույնիսկ մեր գալակտիկան։ Այո, մեր գալակտիկան շատ մեծ է, ինչպես ասացի 400 միլիարդ աստղ կա, այդ 400 միլիարդ աստղի շուրջը առնվազն 1 տրիլիոն մոլորակ կա, նույնիսկ գուցե 2-3 տրիլիոնի է հասնում, եւ այդ մոլորակների մեջ բնականաբար հավանականությունը շատ բարձր է, որ կլինեն այլ կյանքի ձևեր։ Մեկ այլ բան էլ ասեմ, որ կյանքի ձևերը պարտադիր չի որ լինեն հենց մերի նման։ Կարող է այլ տեսակի կյանքեր լինեն, որ մենք դժվարանանք դրանց հետ հաղորդակցվել կամ նրանց հասկանալ կամ ամեն բույսերի տեսքով։ Կարող է ընդհանրապես այնպիսի տեսքով լինի, մենք որ պատկերացում եք չունենք, որ դրան որևէ անվանում տանք այսօր։ Կամ միկրոօրգանիզմները թեկուզ ինչքան ավելի հավանական է որ տարածված լինեն։ Նույնիսկ այսօր դեռ ոչ ոք չի կարող պնդել, որ Մարսի վրա չկան միկրոօրգանիզմներ։ Մարսի վրա մենք չենք հայտնաբերել որևէ միկրոօրգանիզմ կյանքի նշան, բայց շատ գիտնականներ պնդում են, ասում են, որ այնպիսի պայմաններում ինչպիսին երկրի վրա ապրում են որոշ միկրոօրգանիզմներ, նրանք հանգիստ կգոյատևեին նաև Մարսի պայմաններում։ Այսինքն հնարավոր է։ Այնպես որ, բայց այդ դեպքում մենք նրանց հետ չենք կարողանա շփվել ցավոք միկրոօրգանիզմների հետ եւ մենք դեռ չգիտենք ինչպիսին կլինի։ Տիեզերքը շատ բազմազան է։ Գլխավորը պետք է ասեմ, որ կյանքի ձևերն են շատ բազմազան։ Հետաքրքիր որ աստղագիտության շնորհիվ աստղագիտական ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել է այսպես կոչված այլընտրանքային կենսաբանություն։ Կենսաբանությունը միայն այն չէ, ինչ որ ստեղծվել զարգացել է երկրի վրա եւ ուսումնասիրել է մեր երկրի կենսաբանությունը, այսպես ասած կյանքը, այլ կարող է լինել այլ ձևեր։ Դրա համար ալտերնատիվ կամ այլընտրանքային կենսաբանություն է կոչվում եւ հիմա զարգացվում է։ Աստղակենսաբանությունը շատ լուրջ ոլորտ է, մենք բյուրական աստղատանում հատուկ այդպիսի բաժին ենք բացել եւ ես շատ ուրախ եմ, որ հաջող հետազոտություններ են կատարում, աշխարհում էլ շատ հաջող եւ լավ քայլերով առաջ է գնում։ Շատ երևույթների հետ է կապված, օրինակ երկրի վրա կյանքի առաջացումը, դա էլ է արեգակի հետ կապված բնականաբար, արեգակի էներգիայի ազդեցության տակ է դա եղել, բայց ինչպես է կյանք առաջացել երկրագնդի վրա, եթե մենք լավ հասկանանք սա, կարող ենք նաև հասկանալ այլ մոլորակների վրա, արդյոք կյանք կառաջանա թե եւ ինչպիսի պայմաններում կառաջանա կամ ոչ։ Դրա համար հիմա ավելի կարեւորություն է ստացել նաև այս ճյուղը կենսաբանության։ Նույնիսկ ելի կարող եմ ճյուղեր ասել, օրինակ կան այսպես կոչված էքստրեմոֆիլ կենդանատեսակներ երկրի վրա, հայերեն եթե թարգմանենք դա կլինի ծայրահեղասերներ, էքստրիմ բառից էքստրեմոֆիլ, ծայրահեղասեր, իհարկե նրանք ոչ թե սիրում են ծայրահեղ պայմաններ, այլ ստիպված են ապրել այդ պայմաններում։ Եվ երկրի վրա կան այդպիսի կենդանիներ։
Օրինակ տարբեր օրինակներ չբերեմ, ընդհանուր մինչև հրաբուխների մեջ միկրոօրգանիզմներ կան։ Եվ ինչպես են այդպիսի սարսափելի պայմաններում գոյատևում, դա հատուկ ուսումնասիրության առարկա է։ Կենսաբանության մի ճյուղ է կարելի ասել դա։ Մենք Հայաստանում էլ ունենք լավ կենսաբաններ, որ այդ թեմայով զբաղվում են։ Եվ աստղագիտության համար դա շատ կարևոր է, այսինքն արտարեկակնային մոլորակների վրա կյանքի ուսումնասիրության համար նույնպես շատ կարևոր է։ Մենք կարող ենք անվերջ խոսել տիեզերքի մասին եւ բազմաթիվ մտքեր ինձ մոտ առաջ եկան ձեզ զրույցի ընթացքում, որոնք հետագայում նույնպես կքննարկենք։ Արդյոք արևին հարվածում են տիեզերական այլ մարմիններ, ասուպներ կամ Միանշանակ տիեզերքում կան շատ մանր մարմիններ, սովորաբար այդ օրինաչափությունը կա նաև երկրի վրա էլ, մանր քարերը շատ ավելի շատ են, քան խոշոր, ասենք, բեկորները։ Տիեզերքում էլ մենք խոսում ենք մեծ մարմիններից, արեգակ, մոլորակներ, մոլորակների արբանյակներ, չէ՞, եւ այլն, բայց մանր քարերը, երկնաքարերը շատ ավելի շատ են, նույնիսկ թիվ այդպիսի գոյություն չունի, որ ասեմ թե քանի հատ եւ ոչ ոքի էլ հաշվել։ Այդ անverջ կարելի ասել ինչ թիվ էլ ասենք դրանից շատ են երևի, որովհետեւ մանր նայած ինչ չափի։ Օրինակ երկրի ամբերս նույնիսկ տարածությունում երկրի շուրջը եւ երկիրը, որ անցնում է իր ուղեցրով, հանդիպում է նույնպես այդպիսի երկնաքարերի, միլիարդավոր այդպիսի երկնաքարեր անընդհատ ընկնում են երկրի վրա, որտեղ որ շատ են հատկապես մենք դրանք կոչում ենք ասուպային հոսքեր։ Ընդհանրապես ցանկացած փոքրիկ մարմինը, քարը, որ ընկնում է երկրի մթնոլորտ, այրվում է։ Եվ նույնիսկ ամենափոքրը միլիմետրանոց չափի քարը կարող է առաջացնել այդպիսի ասուպի երևույթ, որ մեզ թվում է թե աստղ ընկավ, շատ ուժեղ պայծառ լուսարձակվում է։ Իրականում դրանք աստղեր չեն վայր ընկնող, բայց հին ժամանակներից կարծել են աստղեր են վայր ընկնում, երազանք են պահում եւ այլն։ Եվ որոշ դեպքերում շատ լուրջ, այսպես մեծ քանակի խորշերի միջով է երկրագունդը անցնում իր ուղեցրով պտույտի ժամանակ, օրինակ Պերսեիդների հոսքը շատ հայտնի ամառը, որտեղ լավ սեզոնին է, այսպես օգոստոսի 12-ին։ Մենք միշտ այցելում ենք։ Այո։ Կամ ասենք Լեոնիդները նոյեմբերի 17-ին նույնպես շատ ինտենսիվ հոսք է։ Տարվա մեջ բարբերական մոտ 24 այդպիսի մոտ եմ ասում, որովհետև կան եւ մի քիչ ավելի թույլերը, որ ուզենք անդադ կարող ենք շատացնել այդ թիվը, բայց շատ թե քիչ այսպես նշանավոր ասուպային հոսքերը դրանք են։ Եվ այդ քարերը ամենտեղ են ռմբակոծում։ Բնականաբար արեգակի շուրջն էլ կան, ամենտեղ էլ կան եւ արևի ձգողությունն ավելի մեծ է, բնականաբար բազմաթիվ այդպիսի մանր քարեր անդադ ընկնում են արևի վրա եւ այրվում։ Հետաքրքիր է, որ մենք տեսանք այդպիսի երևույթ Յուպիտերի վրա անկում, երբ որ փլուզվեց նույնիսկ այդ գիսավորն իրականում եւ մանր կտորներով 22 հարված տեղ ունեցավ Յուպիտերը մակերևույթին, այդ հարվածների լուսարձակումը մենք բոլորը գրանցեցինք։ 1992 թիվներ։ Դա մեր նոր ժամանակներում կարելի ասել ամենանշանակալից այդպիսի աղետը, որ երկնային մարմինի վրա ընկնում է մեկ այլ մարմին, այդ ժամանակ էր։ Երկրագնդի վրա են ընկել բազմաթիվ այդպիսի քարեր, որոնց հետքերը մենք տեսնում ենք։ Երկրաբանները շատ հստակ տարբերում են երկնաքարային խառնարանները հրաբխային խառնարաններից։ Երկրի վրա այսօրվա դրությամբ 180 երկնաքարային խառնարան է հաշվում, որոնք այդպես տեսքով լավ առանձնանում են այդ տեղանքում։ Շատ ավելի շատ քարեր են ընկել, բայց քանի որ երկրի մթնոլորտը ասեցի պահում է եւ այրում է, շատ դեպքերում մենք ուղղակի դրանց հետքերը չենք տեսնում։ Իսկ լուսնի վրա օրինակ խնդրեմ, ամբողջ խառնարաններ են, Մարսի վրա ամբողջ մակերևույթը ծեծված է, որտեղ մթնոլորտ չկա կամ նոսր է, Մարսի վրա շատ նոսր է, լուսնի վրա էլ համարյա չկա, այդտեղ շատ ավելի շատ են այդ հետքերը երևում։ Դե արևի վրա էլ չենք կարող տեսնել։ Արևի վրա չեն երևում ուղղակի, այո, հետքերը։ Պարոն Միքայելյան, մարդկության պատմության ընթացքում մենք ունենք նաև արևի խավարման օրինակներ, որոնց շուրջ նաև գուշակություններ են արվել, որոնց շուրջ լեգենդներ են հյուսվել, իրականում տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ արևի խավարումներ են լինում երկրի տարբեր դիրքերից, չէ՞։ Տարվա ընթացքում 2-ից 4 խավարում է տեղի ունենում, թվում է թե քիչ է, առավել եւս հազվագյուտ է, երբ որ տվյալ աշխարհագրական վայրում ենք դիտարկում, որտեղ երկրի տարբեր կետերում են լինում, տարբեր շերտերում, տվյալ աշխարհագրական վայրում հաշված է միջինում մոտ 300 տարին մեկ խավարում է լինում, ասենք շատ հազվագյուտ երևույթ է։ Սրա հետ կապված ասեմ, դե խավարումը նախ ասենք, որ դա լուսինը երբ որ հայտնվում է արեգակի եւ երկրի նույն գծի վրա, այո, արանքում,
եւ լուսինը կարող փոքր է, երկրի որոշակի փոքր շերտում է լինում խավարում, ամբողջ երկրագունդը չի ծածկում։ Հակառակը, երբ որ լուսնի խավարում է, երկրագունդն է ծածկում, ամբողջությամբ է ծածկում լուսինը։ Եվ դա ավելի երկար է տևում մի քանի ժամ, իսկ արևելքի խավարումը տևում է 3-ից 8 րոպե լրիվ խավարում, ամենաերկար խավարումը 8 րոպե է հայտնի պատմության մեջ։ Ուրեմն մի հատ շատ հետաքրքիր դեպք պատմեմ, երբ որ արևի խավարում է եղել մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի սկզբներին, դա գրանցված է եղել մի պատմական այսպես հիշատակությունում, որ մարերի եւ լիդիացիների միջեւ պատերազմ է եղել եւ այդ ճակատամարտի ընթացքում արևի խավարում եղել բոլորը վախեցել են, երկու կողմերը վախեցել են եւ դադարեցրել են պատերազմը, այդ ճակատամարտը եւ ամբողջ պատերազմի դեպ։ Հետո այդ գրառումը 20-րդ դարի վերջերին միայն աստղագետները փորձել են վերցանել, հասկանալ երբ է դա տեղի ունեցել, քանի որ ասի շատ հազվագյուտ երևույթ է տվյալ վայրում։ Դա Փոքր Ասիայի լիդիացիները, Փոքր Ասիայի ժողովուրդները մարերն են, դե գիտեք Պարսկաստանի տարածքում Մարաստանը երկար դարեր կար այն ժամանակ, եւ մոտավորապես տեղը իմանալով հաշվարկել են եւ ճշգրիտ դուրս են բերել, որ խավարումը եղել է 590 թվականին մայիսի 28-ին, նույնիսկ ժամը եւ րոպեն երեկոյան ինչ-որ 5:15-ի կողմեն է եղել։ Այսինքն, այսպես մենք վերականգնել ենք պատմական իրադարձության ճշգրիտ ամսաթիվը եւ երբ որ ինտերնետում հիմա փորձում ենք ստուգել, նայում ենք այնտեղ գրված է ամենահին իրադարձությունը, որը ունի ստույգ ամսաթիվ։ Դա աստղագետների բարձած այդ բանն է, մայիսի 28-ին պատահաբար եղել է մեր ազգային տոնը հետագայում, այսինքն շատ դարեր անց էլի, բարձ է։ Եվ այսպիսի պատմական հետաքրքիր խավարումներ էլի են եղել, օրինակ ասենք լուսնի եւ թե արևի։ Հետաքրքիր որ Անգլիայի թագավորներից մի քանիսը մահացել են անմիջապես խավարումից հետո արևի։ Եվ այն ժամանակ միստիկա այսպես տարածվել էր, որ արևի խավարումը ոնց որ մի հատ գուժ է բերում։ Անգլիայի նշանավոր թագավորներից, ասենք 1 օր, 2 օր անց մահացել է թագավորը։ Զուգադիպել է։ Այո, զուգադիպել է։ Կոնստանտինոպոլսի գրավումը թուրքերի կողմից տեղի ունեցավ 1453 թվականին, մարտի վերջերին, երբ որ պաշարված էր 3 շաբաթ շարունակ Կոնստանտինոպոլիսը եւ չեն կարողանում գրավեին, մեկ էլ հանկարծ արևի խավարում եղավ եւ հաջորդ օրը գրավեցին։ Էդ էլ չգիտեմ ինչ այդ զուգադիպություն է։ Մարդիկ սիրում են իհարկե այսպիսի պատմություններ եւ այդ դրանից հորինում են, որ գուցե ինչ-որ մի բան կա, միստիկա կա, պատական չի, ամեն ինչը։ Ասեմ նաեւ, որ լուսնի խավարում է եղել Քրիստոսի խաչելության գիշերը։ Դա էլ կա գրված։ Եվ դրանով աստղագետները պարզեցին շատ հեշտ, թե որ օրն է դա եղել։ Դա եղել է 1 թվի ապրիլի 3-ին, այսինքն 33 թվի ապրիլի 3-ին, այսինքն երբ որ արդեն 33 տարեկանում Քրիստոսին խաչել են, օրը ամսաթիվը հայտնի չէր, բայց քանի որ նշված էր, որ գիշերը եղել է լուսնի խավարում, շատ հեշտ դա հաշվարկեցին։ Եվ էլի եղել է, մի հատ էլ զվարճալի դեպք պատմի, որ Կոլումբոսը Հյուսիսային Ամերիկայում փորձում էր այսպես հողեր գրավել եւ տեղաբնիկներին խաբել եւ փորձում էր այնտեղ ոսկեին փնտրում եւ այլն, չէ։ Իրենց ողջ անձնակազմը կախված էր սնունդից բնականաբար եւ այդ բնիկներն էին իրենց սնունդ մատակարարում։ Կոլումբոսը համոզում էր ինչ-որ փոքրիկ մանր-մունր սաներ, ես ինչ փոքր իրեր էին տալիս եւ խաբում էին, որ դա շատ կարեւոր բաներ են, մեզ էլ սնունդ տվեք դրա փոխարեն, սնունդ եւ ջուր։ Այնպես է ստացվում, որ անձնակազմի անդամները վատ են վարվում բնիկների հետ, որ կոպիտ են վարվում, թե ինչ բռնանում են, նրանք ըմբոստանում են եւ չեն ուզում այլևս սնունդ մատակարարել։ Կոլումբոսի անձնակազմում կար աստղագետ, որը հաշվարկում է, որ հաջորդ գիշերը պետք է լուսնի խավարում լինի։ Եվ Կոլումբոսը սպառնում է, ասում է, եթե դուք այդպես ձեզ կպահեք, ես հեսա աստծուն կասեմ, լուսինը կգողանա ձեզնից։ Եվ դա ռեալ պատմական փաստ է։ Եվ հաջորդ օրը մեկ էլ բոլորը տեսնում են, որ գիշերը լուսինը, պայծառ լուսինը մեկ էլ մթնեց։ Եվ շատ վախենում են, որտեղ նրանք գիտելիքներ չունեին, այսպես ծնկաչոք աղերսում են Կոլումբոսին, որ լուսինը վերադարձնի իրենց, որ իրանք սնունդ կտան, ամեն ինչ կտան, եւ Կոլումբոսի պաստորեն արշավախումը գոյատևում է, որտեղ առանց սնունդի բնականաբար բոլորը կկործանվեին։ Դա էլ լուսնի խավարում է։ Այդ լուսինն էլ արեգակն էլ երկին էլ նույն 3 մարմինների փոխադարձ դիրքերից է խավարումները, թե լուսնի, թե արեգակի, դրա համար դա էլ է առնչվում։ Շնորհակալ եմ անչափ, շատ բազմազան իսկապես եւ շատ հետաքրքիր ստացվեց։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ եւ
թող ձեր արևը երբեք չխավարի։ Լավ եղեք։